Մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասել, մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային։ Երեք Firebird եւ Nvidia ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն, մոտավորապես $500 միլիոն սկսած ներդրումային ծրագիր է լինելու։ Պարոն վարչապետ, նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են, նաեւ ենթադրում է մինչեւ 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում, եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք, մեր երկիր ունենք, այսինքն ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել տակը։ Ես նաև այս համատեքստում ուզում եմ մենք գնահատենք, թե վերջին ամիսներին տեխնոլոգիական ոլորտում ինչեր է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Starlink-ի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեցին, հիմա դա արդեն շատ սովորական մի իրադարձություն է, բայց շատ երկար ժամանակ մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա, եւ հիմա ըստ էության Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լեռներով, սարերով, դաշտերով ցանկացած ընկերություն, ցանկացած անձ կարող է ունենալ լայնաշերտ արբանյակային ինտերնետ, ինչը նաև մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման շատ կարևոր խթան է եւ մենք նաև ուզում ենք, որ նաև մարզերում ներդրումներ լինեն այս տրամաբանությամբ եւ դա արդեն կոնկրետ ենթակառուցվածք է։ Մենք ըստ էության մի սուպեր համակարգիչը գործարկել ենք ինժեներական քաղաքում։ Մյուս սուպեր համակարգիչը, որը էլի ձեռք ենք բերել Nvidia ընկերությունից եւ պարոն Հուանգի հետ նաեւ IT ընթացքում քննարկումներից մեկն է եւ հիմա կարծես թե այն օրը մենք Երևանի պետական համալսարանում արդեն կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու սուպեր համակարգիչը։ Դուք խոսեցիք Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների մասին, ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել եւ քննիչ հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Պետք է արձանագրել ուր է այդ քննիչ հանձնաժողովը, բա ուր է իրենց եզրակացությունը։ Ինչի՞ չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Այսինքն թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են։ Բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրենց զեկույցը։ Թող մի հատ գրեն ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետեւ մենք գիտենք, թե ինչ է տեղ ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Փաստն է նա, որ կա քննիչ հանձնաժողով։ Հիմա ես նայեցի, ոնց որ լուրջ չկա այդ հանձնաժողովից։ Իրանք ասում էին լծակներ, ես անենք բացահայտենք, բայց ինչի՞ չեն բացահայտում։ Թող բացահայտեն։ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա կա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք, եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի։ Օրինակ, շատ կարևոր է մոդելավորել, թե ինչ է նշանակում ապագա կա եւ ինչ է նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այսինքն ապագան, եթե մենք ուզում ենք բերել ապագա հայեցակարգային հասկացությունը ուզում ենք բերել դնել գործնական հարթության վրա, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ունես նախագիծ, որ պետք է իրականացնես, կոնկրետ նախագիծ։ Եվ այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի
հիմքն է եւ ապագայի նախագիծ։ Ապագա չկա այն դեպքում, երբ որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես տրնելու, ներքև ես տրնելու։ Երբ որ չկա, դա նշանակում է չկա ապագա։ Իսկ երբ որ դու կողմնորոշված ես, թե ինչ ես անելու։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք։ Այդ կողմնորոշման մի մասը ակնհայտ է, մյուս մասը ավելի մանրամասն ներկայացնելու համար մեզ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակը մենք պետք է քաղաքական եւ ռացիոնալ օգտագործենք։